Էխոլալիան բառերի, բառակապակցությունների և նախադասությունների ոչ կամային անհեթեթ կրկնությունն է։ Գրականության մեջ էխոլալիան դիտվում է որպես պաթոլոգիկ պրոցես, և շատ մասնագետներ և ծնողներ անհանգստանում են, երբ երևույթը դրսևորվում է երեխայի մոտ։ Սակայն պետք է նշել, որ երբ էխոլալիան դրսևորվում է վաղմանկական հասակում, մինչև 3 տարեկանը, դա նորմալ է, քանի որ այդ ժամանակահատվածը համարվում է խոսքի զարգացման և ձևավորման բուն շրջան, և էխոլալիան համարվում է այդ զարգացման փուլերից մեկը։ Էխոսիմպտոմը լինում է երկու տեսակ՝ անմիջապես և հետաձգված։ Առաջին տեսակը, երբ երեխան անմիջապես կրկնում է խոսքը, երկրորդ տեսակի ժամանակ դա կարող է լինել որոշակի ժամանակահատվածում, օրինակ, երբ երեխան մուլտֆիլմ է դիտում, օրվա ընթացքում կամ մի քանի օր անց կարող է այդ մուլտֆիլմից բառեր և ֆրազաներ կրկնել։ Նշվում է, որ այս տեսակը հանդիպում է հիմնականում աուտիստիկ սպեկտրի խանգարումով երեխաների մոտ։ Եթե էխոլալիան դրսևորվում է 3 տարեկանից հետո, ապա այն համարվում է որևէ այլ խանգարման ախտանիշ։ Պետք է նշել, որ էխոլալիան դեղորայքային բուժման չի ենթարկվում։ Այդ իսկ պատճառով, սիրելի ծնողներ, մասնագիտական ճիշտ աջակցություն ստանալու համար դիմեք կանահոգեբանական կենտրոն նյարդահոգեբանական ախտորոշման։